Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Այն երկբայ է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը նորեջ են բացում Հայաստանի կայուն զարգացման ու անվտանգության համար։ Խաղաղություն եւ զարգացում կարգախոս հիշեցնող այս արտահայտությունը ներկայացնում է փոխպայմանավորված գործընթաց, քանզի անցյալ տասնամյակների փորձը ցույց է տվել, որ առանց խաղաղության հնարավոր չէ ամբողջությամբ իրացնել սեփական պոտենցիալը եւ ապահովել կայուն եւ երկարաժամկետ զարգացում։ Սա այլևս աքսիոմետրիկ ճշմարտություն է։ Ինչպես նախկինում այս ամբիոնից առիթ եմ ունեցել նշել, խաղաղությունը Հայաստանում ունի թշնամիներ։ Կոնկրետ շրջանակներ իրենց արտաքին հովանավորներով լցված են խաղաղության այս գործընթացը վիժեցնելու եւ հետեւաբար Հայաստանի զարգացման հեռանկարները կասեցնելու գործին։ Պատահական չէ խաղաղության դեմ այս մարդկանց թշնամական վերաբերմունքները։ Տասնամյակ շարունակ շրջափակման մեջ գտնվել է։ Մշտական պատերազմական իրավիճակը նրանց համար իշխանությունը բռնազավթելու եւ ընտանեկան բիզնեսը զարգացնելու հիմնական միջոց են եղել։ Մոնոպոլիզացնելով տնտեսությունը եւ ան դարձնելով բացառապես կլանի մենաշնորհ եւ դրա վկայությունն է այս պահին այդ մարդկանց միլիարդավոր ապօրինի գույքն ու կապիտալը։ Մոնոպոլիզացվել է նաեւ քաղաքականությունը եւ ի վերջո ուզուրպացվել է նաեւ իշխանությունը քաղաքական։ Ուստի ակնհայտ է, որ վերջնական խաղաղությունը, ապա շրջափակումը, կոմունիկացիաների բացումը եւ արդյունքում Հայաստանի տնտեսական սրընթաց վերելքը այս շրջանակների համար նշանակում է կոշտ քաղաքական վայրեջք եւ վերջնական ջախջախում։ Սիրելի հայրենակիցներ, խաղաղությունը լոկ բառ չէ, որ կրկնում ենք։ Այն նոր միջավայր է, նոր հնարավորություն, նոր սոցիալ հոգեբանություն, որին պետք է ադապտացվի ամեն ինչ, անհատ հասարակություն, պետություն մակարդակներում։ Եվ այս համատեքստում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջ է քաշում նոր եւ հավակնոտ օրակարգ, 3 փոխկապակցված եւ փոխլրացնող բաղադրիչներով։ Խաղաղության օրակարգ, իրական Հայաստանի գաղափարախոսություն եւ արդյունքում 4-րդ հանրապետություն։ Այս ամենի շնորհիվ է կառուցվելու Հայաստանի եւ նրա քաղաքացիների զարգացման հեռանկարները, անվտանգությունը եւ երջանկությունը։ Շնորհակալ եմ։